2024 թվականին հաստատված Երևանի գլխավոր հատակագծում թունելներն արտացոլված չեն։ Factor TV-ի խնդրանքին տրամադրել հատակագծի այդ հատվածը Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, որ կառավարության որոշման համաձայն ստորգետնյա կառույցները, այդ թվում թունելները, գլխավոր հատակագծի նախագծի գրաֆիկական մասում ցույց չեն տրվում։ Ուշագրավ է, որ այս թունելները որևէ կերպ չեն հիշատակվում Երևանի զարգացման ծրագրերում։ Factor TV-ի հարցին ինչու քաղաքապետարանի պաշտոնյաները պատասխանելու համար 30 օր են խնդրել։ 2023-ին քաղաքապետարանը թունելների հիմնանորոգման նախագիծ է պատվիրել Մայրուղի ընկերությանը, այդ աշխատանքի համար վճարելով 9 միլիոն դրամ։ Ստացված նախագծի համաձայն երկու թունելների հիմնանորոգումը նախնական կարժենա 8.6 միլիարդ դրամ։ Թունելների կառուցման, ինչպես նաև հարակից հատվածում կայանատեղերի կառուցման հարց քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչությունում դեռևս չի քննարկվել։ Ստացվում է, հարկատուների գրպանից պաշտոնյաները 9 միլիոն են վճարել մի փաստաթղթի համար, որը մնացել է դարակներում։ Գործող թունելում երբեմն որոշ կոսմետիկ աշխատանքներ են արվում։ Օրինակ 2020-ին թունելը մաքրվել լվացվել է, 2025-ի մարտին լուսավորության ցանցն է արդիականացվել։ Չնայած դրան վիճակն այստեղ հեռու է գոհացուցիչ լինելուց։